Հանրաքվեների լուսաբանում Հայաստանում ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպված կոնֆերանսի ընթացքում առանձնացվեցին հանրաքվեի լուսաբանմանն առնչվող կարևորագույն կանոնները, ինչպես նաև մատնանշվեցին հայաստանյան հեռուստաեթերում առկա խնդիրները։ Միջոցառումը կազմակերպվել էր ԵՄ և ԵԽ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրային համագործակցության շրջանակ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելարուսի համար նախագծով։ Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռույն իր ելույթում ներկայացրեց հանրաքվեների լուսաբանման եվրոպական օրինակներ և նշեց, ամենակարևորը հնարավորությունների հավասարությունն է։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան հեռուստաեթերով ազատորեն կարծիք արտահայտելու իրավունք և դա առաջին հերթին պետք է ապահովի հենց պետությունը։ Քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հավաքների մասին տեղեկատվությունը ևս պետք է հավասարապես բաշխվի։ Այս ամենը ոչ միայն վերաբերում է հեռուստաեթերի մաս կազմող լրատվական թողարկումներին, այլև թոք-շոուներին և այլ հաղորդումներին, որոնց ընթացքում շոշափվում է այս կամ այն քաղաքական գործընթացը։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսելով դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին, հատկապես կարևորեց հեռուստաալիքների աշխատանքը քաղաքացիներին իրազեկելու գործում։ Նավասարդյանի դիտարկմամբ կարևոր խնդիր է նաև այն, որ արտախորհրդարանական ուժերը հնարավորություն չունեն քարոզչություն իրականացնել հեռուստաեթերով։ Հանրային հեռուստատեսության վճարովի եւ անվճար եթերի համար փաստորեն երաշխավորված է եթերաժամանակ միայն խորհրդարանական խմբակցությունների համար, այն դեպքում որ կան եւ արտախորհրդարանական քաղաքական ուժեր, կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք ունեն հստակ մոտեցումներ, կա ի վերջո քաղաքացիական հասարակություն, փորձագիտական հանրություն, որոնք ըստ մեր առաջին տվյալների հնարավորություն ստանում են եթերում ներկայացնել իրենց տեսակետները, բայց այդ իրավունքը երաշխավորված չի օրենքով։ Մամուլի ազգային ակումբի կողմից անցկացված մոնիտորինգի ընթացքում ի հայտ է եկել ևս մեկ խնդիր, այն է, որ քաղաքացիներից շատերի համար սահմանադրական փոփոխությունները ոչ թե մի շարք սահմանադրական դրույթների, այլ կառավարման ձևի փոփոխություն է։ Այստեղ ևս առաջնային խնդիր է դառնում քաղաքացիների տեղեկատվությունը, ինչը կնպաստի հանրության կարծիքի ձևավորմանը հանրաքվեից առաջ։ Արտուր Հովհաննիսյան, Սևակ Սողոմոնյան, Առաջին լրատվական։